Շատերը տենց գրում եք, որ մածունով գաթան ձեզ մոտ չոր է ստացվում։ Եթե պատրաստեք այս բաղադրատոմսով կստացվի շատ փափուկ, անուշաբույր ու անչափ համեղ գաթա։ 1.5 կիլոգրամ ալյուրի մեջ ավելացնում ենք 1 լիքը թեյի գդալ սոդա, 1 բաժակ շաքարավազ, 300 գրամ կարագ ու ձեռքով տրորում ենք վերածում փշրանքի։ Պետք է ստացվի համասեր զանգված։ Այնուհետև կոտրում ենք 2 ծու, վրան լցնում 1 լիտր մածուն ու հունցում փափուկ ձեռքերին չկպչող խմող։ Խմորը հունցելուց հետո ցանկալի է մոտ 10 անգամ ուժեղ հարվածել աշխատանքային մակերեսին, այդպես խմորը ավելի լավն է ստացվում։ Հիմա այն դնում ենք մի կողմ, պետք է մոտ 1 ժամ հանգստանա, իսկ այդ ընթացքում հորիզն ենք պատրաստում։ 2 բաժակ ալյուրին ավելացնում ենք 1.5 բաժակ շաքարավազ, մի փոքր վանիլին ու 250 գրամ կարագ։ Կարագը ցանկալի է լինի սենյակային ջերմաստիճանի։ Ձեռքով տրորում ենք վերածում փշրանքի։ Մարտի 8-ին ընդառաջ Rich պարֆյումից ստացել եմ նվեր եւ միջ խմորը հասունանում է, եկեք ձեզ էլ ցույց տամ։ Ուղարկել են իմ ամենասիրելի օծանելիքները։ Սիրելիներս, Rich պարֆյումը ձեզ համար էլ ունի հիանալի առաջարկ։ 20,000 դրամը գերազանցող պատվերի դեպքում 1 օծանելիք նվեր եք ստանում։ Մարտի 8-ին կարող եք դուք էլ ուրախացնել ձեր սիրելիներին ու մտերիմներին։ Առաքումը անվճար է ամբողջ Հայաստանի տարածքում։ Պատվերը գրանցելու համար կարող եք գրել Rich Parfum Instagram-յան էջին կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Դե ինչ, անցել է արդեն 1 ժամ, խմորը լավ հանգստացել է, հիմա այն բաժանում ենք 5 հավասարաչափ մասի ու մի փոքր գրտնակում, որից հետո առատ խորիզ ենք ավելացնում, եզրերը հավաքում, ամրացնում ու գաթայի տեսք տալիս։ Այս խմորի չափաբաժնից ստացվում է 5 հատ մեծ չափի կլոր գաթա։ Հիմա երկու կողմից մի փոքր գրտնակում ենք, իմ գաթայի հաստությունը մոտ 2-ից 3 սանտիմետր է, որից հետո պատարագ ծակծկում ենք, վրան քսում հարած ձու, նախ շերանում ու տեղափոխում ջրով թխվելու։ Թխելու ենք 200 աստիճանի տակ մոտ 25-ից 30 րոպե, մինչ մի փոքր ոսկեգույն դառնալը։ Ահա եւ մեր անուշաբույր համով հոտով գաթան արդեն պատրաստ է։ Շատ նուրբ ու փափուկ է ստացվում։ Խորհուրդ կտամ ջեռոցից անմիջապես դուրս բերելուց հետո երեսը պատեք կարագով, ել ավելի փափուկ ու նուրբ է ստացվում։ Սիրելիներս, կիսվեք այս հոլովակով նաեւ ձեր ընկերների հետ, սրտիկեք, եթե հավանեցիք ու իհարկե պահպանեք, որ դուք էլ պատրաստեք։ Իսկ եթե մինչդեռ բաժանորդագրված չեք իմ տնական բաղադրատոմսեր էջին, ապա անպայման բաժանորդագրվեք, որ հետագայում բաց չթողնեք իմ նոր եւ համեղ բաղադրատոմսերը։